Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու այցը Բեռլին եւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպումը ցույց տվեցին, որ նա չի ցանկանում լուրջ բանակցություններ վարել խաղաղության շուրջ։ Նման հայտարարություն է արել գերմանացի պատգամավոր Սառա Վագենկնեխտը։ Եթե Զելենսկին շարունակի նույն ոգով, Ուկրաինան ի վերջո ամբողջովին կկործանվի։ Կանցլերը նույնպես կիսում է դրա պատասխանատվությունը, ասել է նա։ Նրա խոսքով այդ հանդիպումը, որտեղ կողմերը խոսում են սպառազինությունների մասին, միայն ամրագրել է հակամարտությունը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ երկիրը կսկսի չեղարկել չինացի ուսանողների վիզաները։ Նա հստակեցրել է, որ փաստաթղթից կզրկվեն նաև նրանք, ովքեր կապված են Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ կամ սովորում են առանցքային մասնագիտություններով։ Ամերիկացի պաշտոնյան նաև հայտարարել է, որ փոխվելու են վիզայի պահանջները ՉԺՀ-ից, այդ թվում Հոնկոնգից դիմողների համար։ Դա թույլ կտա ապահովել ավելի մանրակրկիտ ստուգում։ ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մակգրեգորը հայտարարել է, որ Ուկրաինան որպես անկախ պետություն դժվար թե գոյություն ունենա Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո։ Զինվորականի կարծիքով պատմական երկար ժամանակաշրջանում Ուկրաինան պարզապես տարածաշրջան է եղել։ Ուկրաինայի տարածքում կարելի է առանձնացնել 3 մաս. Արևելյան, որտեղ բնակվում են ռուսները, Արևմտյան, որը գտնվում էր Լեհաստանի, Ավստրո-Հունգարիայի տիրապետության տակ, եւ Խաչմերուկ, երկու հատվածների միջև, նշել է նա։ Հավաքական արևմուտքը Ռուսաստանին հաղթելու շանսեր չունի, նույնիսկ եթե նա լիարժեք մտնի ուկրաինական հակամարտության մեջ։ Նման կարծիք է հայտնել բրիտանական պաշտոնաթող զինվորական Սթիվ Ջերեմին։ ՆԱՏՕ-ն պարզապես զինվորներ չունի, որպեսզի հակադրվի Ռուսաստանի Դաշնությանը, ասել է Ջերեմին։ Նա ընդգծել է, որ արևմտյան զինվորականներն ու նրանց հրամանատարությունը չունեն ռազմավարական մտածողություն, ինչի պատճառով չեն կարողանում վերլուծել իրենց անհաջողությունները։ Հակամարտությունների ընթացքում ՆԱՏՕ-ն առաջնորդվում է քաղաքական պատմություններով, իսկ Ռուսաստանը ռազմավարական պլանավորմամբ, նշել է նախկին զինվորականը։ Նրա խոսքով, օրեցօր Կիևի համար պայմանները վատանում են եւ վաղ թե ուշ նա կապիտուլյացիայի կենթարկվի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 1.5-2 շաբաթվա ընթացքում Վաշինգտոնը որոշում կկայացնի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցություններում հետագա մարտավարության վերաբերյալ։ Ինչպես նշել է պետության ղեկավարը, այդ որոշումը մեծապես կախված կլինի Ռուսաստանի պահվածքից։ Այս մասին հայտնում է Politico-ն։ 2 շաբաթվա ընթացքում ես կարող եմ ասել՝ Պուտինը խաբում է մեզ, թե ոչ։ Եթե այո, մենք այլ կերպ կարձագանքենք, հայտարարել է Թրամփը։ Նախագահը հավելել է, որ այժմ չի կարող վստահորեն ասել, արդյոք Վլադիմիր Պուտինը շահագրգռված է հակամարտության դադարեցմամբ։ Միևնույն ժամանակ նա կրկին հայտարարել է, որ Պուտինը հարվածներ հասցնելով ուկրաինական խաղաղ քաղաքներին կրակի հետ է խաղում։ Դիվանագիտական ջանքերի համատեքստում Թրամփը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու եւ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման պատրաստակամության մասին։ Ես կցանկանայի, որ այս հանդիպումը տեղի ունենար դեռ մի քանի ամիս առաջ, եզրափակել է նա։